Պարոն Սիմոնյան, այսօր Նիկոլ Փաշինյանն է Գյումրիում, եկել է Երևան էլ այստեղ համերգի է մասնակցելու։ Գյումրեցիները նախ ինչ տրամադրություններ ունեն, ինչպես կդիմավորեն իրենց, վստահաբար դուք շփումներ ունեն մեկ պարբերաբար քաղաքացիների հետ, ինչ են կարծում գյումրեցիները։ Ինձ քիչ է հետաքրքրում այսօրվա տեղի ունեցող համերգը, այս պահին ստորագրահավաք է նախաձեռնված եկեղեցու մուտքի մոտ, ես գնում եմ ստորագրեմ, որպեսզի չհետապնդվի էլ մեր սրբազանը։ Ամենակարևոր հարցը այս պահին իմ համար դա է։ Իսկ ինչ շոուներ են կազմակերպվում, ինձ շատ քիչ է հետաքրքրում, կարելի ասել ընդհանրապես չի էլ հետաքրքրում։ Ստորագրահավաքը քրեական վարույթը դադարեցնելու պահանջով է, թե խափանման միջոցով փոխելու պահանջով։ Եվ ինչքան գիտեմ, բայց ամենակարևորը որ դադարեցնեն հետապնդումը։ Այդ հետապնդումը երբ որ դադարում է, դա այդ քրեականին էլ է վերաբերում, խափանման միջոցին էլ, կարևորը մթնոլորտն է, այսինքն մարդը գլխի մեջ իրեն փոխի հասկանա, որ չի կարելի եկեղեցականին հետապնդել։ Եթե դա փոխվում է մարդու գլխու մեջ, ուրեմն ամեն ինչ կկարգավորվի։ Եկեղեցու դեմ արշավն ամեն դեպքում շարունակում են իշխանությունները, հիմա էլ քրեակատարողական հիմնարկներում են խոչընդոտում հոգևորականների աշխատանքը, նախքան այդ էլ բանակում էին խոչընդոտում։ Ըստ ձեզ ինչ հանգուցալուծում պիտի ունենա։ Նախընտրական իրենց կետերից մեկը նաև դա է, որ պիտի Տեսեք, սա հայազգի ամոթն է եւ դատապարտելի է։ Երբ որ երեխա ժամանակ ֆիլմեր ենք նայում, կամ որևիցե գիրք ենք ընթերցում, որտեղ կար հայոց եկեղեցու հանդեպ ոտնձգություն, մենք ինքներս մեր երեխա հալով մտածում ենք, որ այդ ինչ տիպի մարդիկ են դրանք, որ փորձում են հետապնդել մեր եկեղեցուն եւ եկեղեցականին։ Միանշանակ դա բոլորիս ամոթն է, մեր հայ ազգի ամոթն է եւ պետք է դադարեցվել, քանի որ առաջիկայում ընտրություններ են, հայ ազգը պետք է այն գիտակից մասան, ովքեր շարժիչ ուժն են համարվում, պետք է գիտակցաբար մոտենան այս ընտրություններին եւ փորձեն ընտրությունների միջոցով իշխանազրկել նմանատիպ մտածելակերպ ունեցող մարդկանց։ Շնորհակալություն։ Շուտով նախընտրական շրջան է, դուք ինչ որոշում ունեք, արդյոք կմասնակցեք, ինչ ձևաչափով կմասնակցեք։ Դե ես Հայաստան դաշինքի ցուցակում եմ եւ Հայաստան դաշինքի հետ միասին մասնակցելու եմ ընտրություններին եւ կարծում եմ, որ մեր ժողովուրդը կփորձի հասկանալ, ով է իրեն մոլորեցնում եւ ովքեր են փաստերի հիման վրա կարողանում երկիրը հանել այս ճգնաժամից եւ այս ճայճից։ Նիկոլ Փաշինյանն օրինակ ասում է ընդդիմադիրները, մասնավորապես նշելով ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը եւ Գագիկ Ծառուկյանի գլխավորած ուժը անցուղիքներ չեն հաղթահարում։ Դե հիմա իրենք ասում էին Արցախը ապագա ունի եւ ծափահարում էին։ Հավատանք, յուրաքանչյուր իրենց խոսք չի կատարվել։ Այսինքն 18 թվականին իրենք ասացին, որ սեր եւ համերաշխություն ենք բերելու եւ շատ կարճ ժամանակ անց փաշանեցին սևերի եւ սպիտակների։ Այ օրինակ ձեր ընտանիքում, եթե ձեր ընտանիքի հայրը առավոտ կանուխ վեր կանա եւ ասի, ով այսպես չի մտածում մեր հայատում, որ այս ծառը այսպես լինի, ուրեմն նա սև է, ով չէ սպիտակ։ Համոզված եք, չէ, որ բոլորս որ երկրորդ օրվանից սկսվելու է ձեր ընտանիքի մեջ անախորժություններ, քանի որ մի մասը սևերի 10-ին 16, մյուս մասը սպիտակների։ Հետո եկավ 21 թվականի ընտրությունները, այդ իր քարոզի շրջանակներում այդ Արցախ Հայաստանը եւ վերջով բերեց պատերազմը, դրանից հետո ասավ Արցախը ապագա ունի եւ 23 թվականին ստորագրվեց Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու համար։ Հիմա եթե այդքան բանից հետո պետք է նորից հավատանք, որ մենք ձայներ չունենք, իրենք ձայներ ունեն, ինչ ասեմ։